Բարի օր իմ շատ սիրելի հետևորդներ, ձեզ եմ այսօր ներկայացնում շատ համեղ խմորեղենի բաղադրատոմս, հիմա սկզբից պատրաստում եմ կրեմը, քանի որ պետք է կրեմը եփել և թողնել սառի, բաղադրիչները ինչպես միշտ կլինեն ինֆաբոքսում, հիմա բոլոր բաղադրիչները խառնում եմ և դնելու եմ կրակի վրա պետք է եփեմ անընդհատ խառնելով, մինչև որ մեր կրեմը պատրաստ կլինի։ Այսպիսի կրեմ ենք ստանում առանց գնդիկների միասեռ և հիմա տեղափոխում եմ ուլշամանի մեջ, կփակեմ հիմա սննդային թաղանթով, այսպես ամբողջովին, որպեսզի սննդային թաղանթը փակի կրեմի երեսը և չչորանա օդից և կթողնեմ այդպես, որպեսզի սառի ամբողջովին կրեմը։ Ինչ կրեմը սառում է, այդ ընթացքում կզբաղվենք խմորով։ Խմորը նախօրոք պատրաստած խմոր է, քանի որ ինչպես տեսակ պատրաստելու ենք տորտ Նապոլեոն, բնականաբար պատրաստելու ենք սառեցրած խմորով։ Խմորներն արդեն իմ պատրաստ են, ուղղակի հանել եմ սառցարանից, հետ է եկել և հիմա կգրտնակեմ և նախօրոք տաքացրած ջեռոցի մեջ կթխեմ շերտերը։ Բաղադրատոմսը ալիքումս կա, կարող եք տեսնել, չնայած շատ բաղադրատոմսեր ունեմ շերտավոր խմորի, որոնք ստացվում են շատ հիանալի։ Խմորը բացում եմ մոտավորապես 5 մմ-ի չափով, կարող եք մի փոքր էլ բարակ թողնել, բայց ես 5 մմ եմ թողնում, որպեսզի երկու շերտով պատրաստեմ, քանի որ կտորներով եմ Նապոլեոնը պատրաստելու, այսպես արդեն ամբողջովին կտրում եմ բոլորը իրար հավասար կտորներ, որպեսզի հետագայում ձևավորելիս խմորեղենը ավելի հեշտ լինի ինձ համար։ Այն կողքի ավելորդ խմորները դեն չենք նետում, քանի որ դրանք էլ են մեզ հարկավոր, պետք է եփենք և պատրաստենք վրայի փշուրները։ Ջեռոցը արդեն տաքացրել եմ 220 աստիճանի տակ և առաջին շերտերը ուղարկել եմ արդեն եփելու։ Հիմա կգրտնակեմ երկրորդ մասը նաև նույնպես կուղարկեմ եփելու, որից հետո ցույց կտամ ինչպես եմ հավաքում այս ամենահեշտ ու շատ համեղ խմորեղենը։ Իմ շերտերը արդեն եփել են, այսպես առանձնացրել եմ, որը որ գեղեցիկ չի, առանձնացրել եմ փշուրի համար, իսկ մնացածը հիմա այսպես կձևավորեմ, որը որի հետ եմ դնելու, երկու շերտից է լինելու և կսկսեմ կրեմապատել։ Հիմա փշուրները պատրաստ եմ, շատ հեշտությամբ փշրվում է, հարկավոր չի ոչ բլենդեր, ոչ գրտնակի օգնությամբ, ուղղակի ձեռքերով կարելի է փշրել և վերջ։ Համարյա բոլոր բաղադրիչները պատրաստ են, հիմա կրեմը կավելացնեմ, եփած կրեմը սառած արդեն կավելացնեմ հարած կարագի վրա, նույնպես կխառնեմ և կրեմը նույնպես պատրաստ է լինելու։ Շատ հեշտ, շատ արագ և պարզ բաղադրիչներով ստանում ենք շատ համեղ խմորեղեն։ Հուսով եմ կպատրաստեք և կկիսվեք կոմենտարիաներում ինչպես ստացվեց։ Եվ հիմա սկսում եմ հավաքել խմորեղենը, ընտրում եմ իրար նման երկու մասերը, որոնք իրար ավելի շատ են համապատասխանում և սկսում եմ քսել կրեմը։ Ես սիրում եմ, որ իրենք այդպես ավելի բարձր ու այսպես եթերային են լինում, բայց եթե չեք ցանկանում այդպես ավելի բարձր լինի, ապա գրտնակեք մի փոքր էլ ավելի բարակ։ Հիմա այսպես մեջտեղի հատվածում քսում եմ կրեմը, դնում եմ երկրորդ շերտը, մի փոքր սեղմում եմ, շատ չեմ սեղմում, որպեսզի թեթև եթերային շերտերը մնան մեր խմորի։ Հիմա չհաշված տակի շերտը, հիմա քսում եմ բոլոր 4 կողմը և վրայի շերտը
կրեմով եւ միանգամից ավելացնելու եմ, կպցնելու եմ փշուրները մեր կրեմի վրա։ Հիմա ցույց կտամ։ Կրեմը ոչ շատ հաստ ենք քսում, ոչ էլ շատ բարակ, որպեսզի շերտերի արանքում իր համը զգացվի։ Ամբողջովին կրեմապատած նապոլեոնը շերտերը միանգամից այսպես պատում ենք փշուրներով եւ դնում ենք մատուցելու ամանի մեջ միանգամից կամ որտեղ որ պետքա պահպանենք։ Այսպիսի գեղեցիկ խմորեղեններ ենք ստանում։ Գրեք տեսնում սիրում եք նապոլեոն, ինչպես եք պատրաստում, մեծ խմորեղեն եք պատրաստում, թե այսպես կտորներով։ Ես նախընտրում եմ այս կտորներովը, քանի որ այսպես ավելի հարմար է եւ կտրելու ընթացքում ինքը չի փշրվում եւ տեսքը չի կորում։ Մինչ ես կրեմապատեմ եւ փշուրով կպատեմ մնացած մասերը մեր տորթի խմորեղենի, ձեզ կխնդրեի բաժանորդագրվել, եթե բաժանորդագրված չեք, դնել լայքեր եւ գրել մեկնաբանություններ։ Իսկ իմ տորթ նապոլեոնը արդեն պատրաստ է, կարող ենք արդեն համ տեսել, ովքեր սիրում են այսպես խրթխրթան կարող են հենց միանգամից համ տեսել, կարող եք նաեւ թողնել, որպեսզի մի փոքր կրեմը ներծծվի շերտերի մեջ եւ այդպես համ տեսել։ Հիմա կգտրեմ ներսի հատվածը ցույց կտամ, թե ինչքան շերտեր են լինում այս շերտավոր խմորին եւ կվերջացնենք մեր տեսահոլովակը, հուսով եմ հավանեցիք, կաշխատեմ ավելի ակտիվ լինել ալիքում, դուք էլ աշխատեք լինել ակտիվ, դնել լայքեր, գրել մեկնաբանություններ, քանի որ ինձ համար շատ հաճելի է։ Դե ինչ, այսօր այսքանը, հաջողություն, մինչ նոր համեղ բաղադրատոմսեր։